Մարդիկ սպասումով են։ Այսինքն աշխատանքային շաբաթը երբ որ սկսվում է, մարդիկ սպասում են, որ վայ 3 շաբթի, 5 շաբթի բարի ենք, վայ 4 շաբթի ուրբաթ բարի ենք, այսինքն 2 շաբթին հենց մտնում ես, 2 օրից 4 շաբթի է գալու լավ է։ Կգնամ բարի։ Սա է։ Մյուսը մեկ այլ գործոն կա նաև սերունդների միջև կապը։ Այսինքն մեր միջին սերունդը կարծեք թե կամուրջ է դառնում ավագ սերնդի եւ կրտսեր սերնդի միջև, որովհետեւ սերունդները պետք է իրար հետ ընդհանրություններ ունենան։ Մեր ժամանակներում սա անջրպետը մեծացել է, այո, որովհետեւ մարդիկ իրենց հետաքրքրություններով, տեխնոլոգիաներին տիրապետելով հայտնվում են տարբեր դաշտերում եւ նույն հոգեուզական միջավայրում շատ չեն լինում։ Եվ պետք է օրինակ, չգիտեմ, նույն ֆիլմերը նայել, նույն ֆիլմերից օրինակներ շատ կարևոր բանի մասին եք խոսում, շատ։ Պետք է մեծավ մասամբ նույն հոգեհուզական դաշտում լինել, որպեսզի իրար հետ հույզեր եւ կյանք ունենան կառուցած։ Հասկանալի լինեն իրար, վեճեր չլինեն, հեռացած չլինեն իրարից։ Բարը միավորում է։ Հիմա դրա համար ունենք օրինակ տատիկ, որ թորնիկը գալիս է մեր փոքրերի խումբ, ինքը գալիս է մեծերի խումբ։ Հրաշք։ Հա, ու այսպես իրենք տանը խոսելու բան ունեն։ Այսինքն երեխեքը, չգիտեմ, ինչ որ ցանցային շփումներ ունեն, ինչ որ նոր հետաքրքրություններ ունեն, ու այդ 10-12 տարեկան աղջկա հետ տատիկը հստակ ունի թեմա, որի մեջ խոսելուց երկուսն էլ ունենում են կայծեր։ Հա, ասենց բան են, էներգիա են ունենում էլ երկուսով այդ խոսակցության մեջ։ Եվ սա շատ կարևոր է եւս։ Մյուսը ինձ թվում է նաև ազգային ինքնության։ Դրան դեռ կանրադառնանք։ Գիտեք, դուք խոսում եք անպայման կանրադառնանք պարհերիք չի դեռ մի բան էլ ազգային։ Պահել եմ այդ հարցը։ Գիտեք ինչի մասին եմ ուզում խոսենք։ Հակադրելով արհեստականորեն թե ոնց, եկեք պարը հարկադրենք սպորտին, ֆիզիկական ակտիվության այլ ձևերին, այն առումով, որ պարի մեջ մենք երաժշտություն էլ ունենք, չէ՞։ Հիմա ավագ սերունդը հաճախ կնախընտրի յոգան, կգնան սպորտ դահլիճներ, բայց դուք մասամբ սրան անդրադարձակ, բարի ժամանակ թեթև ծանրաբեռնվածություն է, բայց նաև երաժշտության գործոնը, ռիթմի մենք անտեսում ենք ուղեղի աշխատանքի վրա ինչ կենարար ազդեցություն ունի։ Այո, դուք ճիշտ եք, թեև մարզասրահներում եւս երաժշտություն է լինում, բայց դա մեծ մասամբ տեխնիկական երաժշտություն է կամ բարձր ռիթմիկ երաժշտություններ են դնում, տեսեք, ուղակի մարզանքներ անելով, մարզվելով ինքը այո, շատ օգտակար է, բայց նաև ինքը այստեղ հուզական դաշտի մաքրումն ու լիցքավորումն է դրական էներգիայով, այսինքն եւ հայկական ռիթմերով, եւ հայկական շարժումներով, եւ հայկականության մեջ լինելով, կարծում եմ հատկապես լիցքավորում է։ Կարծում եմ հատկապես ավելի հասակավոր մարդիկ իրենց ավելի բնական կզգան։ Հետո ակունքներին հետ գալու խնդիր ունեն, չէ՞։ Որովհետև իրենք ավելի մոտ են արմատներին, քան թե նոր ծնվող սերունդը, հա, այսինքն ծառի ճյուղերն են, բունը ավելի մոտ է արմատներին, քան թե ճյուղերը, չէ՞։ Հիմա նույն առումով ես կարծում եմ իրենք իրենց ավելի լավ են զգում հենց այդ միջավայրում։ Եվ ես կարծում եմ, որ նույնիսկ ակտիվության մեջ պետք է սեփական տեսակին հարազատ մնալ եւ կարողանալ հույզերը քո մշակույթի միջոցով արտահայտել։ Այսինքն քո ուրախությունը, քո տխրությունը, քո մարզվելու կամքը, քո ուժեղ դառնալու կամքը, քո չգիտեմ վիշտը եւ մեր մշակույթը այնքան հին է, որ գրեթե բոլոր հարցերի պատասխանները ունի։ Հուզական առումով ինչպես կարգավորել եւ այնքան շատ պատասխաններ ունենք, որ կարող ենք այդ պատասխանները առաջարկել նաեւ այլ ժողովուրդների։ Մենք ստեղծվել է 2012 թվականին, զբաղվում է ազգային պարերով եւ արդեն շուրջ 14 տարվա գործունեություն ենք ծավալում։ Հիմա ունենք գործող 9 խումբ։ Տարիների ընթացքում ավելի ուժեղացել ենք, ավելի լայն գործունեություն ենք սկսել ծավալել եւ հիմա ունենք 6 տարեկանից մինչեւ չգիտեմ 70 տարեկանների համար առաջարկներ, որտեղ մարդիկ կարող են գալ սովորել, պարել եւ այլն։ Հայկական պարերը բարդ են։ Իմ կարծիքով չէ։ Դուք մասնագետ եք։
Այո։ Իմ կարծիքով չէ, ժողովրդական պարերը նախատեսված չեն բարդ լինելու համար, որովհետև ժողովուրդը ծանվածային են։ Հա, ինքը ներառական եւ մասնակցային գործընթաց է եւ ինքը չպետք է որ բարդ լինի։ Իհարկե կան առանձին ռազմական պարեր, որոնք դժվար են սովորել, բայց համայնքային պարերը իրենք մեծավ մասամբ այնպիսին են, որ հեշտ է մտնել շարքի մեջ, հեշտ է ներգրավվել եւ իրենք հենց այդպես էլ պետք է լինեն։ Յուրացնել, հանրամատչելի, որ ուղղակի ինտեգրվեն ու պարեն, խմբային պար է։ Որ պահից գաղափար ծագեց հատկապես հրավիրել այս գործում ներքաշել կենսաթոշակառուներին ավագ սերնդի ներկայացուցիչներին, ում գաղափարներ։ Որպես այդպիսին հատուկ չենք շեշտադրել, որ կենսաթոշակային տարիքի մարդիկ կան, ուղղակի ես մի տեսակ, չգիտեմ, հետաքրքիր փորձառություն ունեցանք անցյալ տարի, երբ Ճապոնիայից եկան 4 մասնագետ, 2 պարուսույց, 2 երաժիշտ, ովքեր գործուղվել էին Ճապոնիայի ժողովրդական պարերի ազգային ֆեդերացիայի կողմից, որպեսզի ազգային հայկական պարեր ուսումնասիրեն եւ մենք ունեցանք 2 շաբաթյա վերապատրաստման դասընթացներ եւ իրենք գնացին Ճապոնիա եւ այնտեղ իմի հայկական ազգային պարեր են դասավանդում, տարբեր խմբեր են ունեցել, հավաքել, պարել եւ Instagram-ում էջ ունենք, կոչվում է Մենք Japan, եւ այնտեղ դուք պետք է տեսնեք, թե նաև իրենք ինչ ոգևորությամբ են պարում։ Տեսել եմ վիդեոները։ Թե ռազմական պարերը, թե Երխուշտան, թե Խամխաման, թե մնացած պարերը, իրենք հայերեն սովորում են երգել, հայկական տարազների նման հագուստներ են կարում իրենց համար, եւ լատինատառով հայերեն երգերի բառերն են գրում եւ նստում սովորում են եւ հայկական գործիքներով, հայկական երաժշտություն են նվագում, այսինքն զուռնայով, բլուլով, թմբուկով եւ սա մի յուրահատուկ ազգամիջյան մշակութային կամուրջ է, երբ մենք ունենք մշակութային ինչ-որ բանաձևեր, որոնցով կիսվում ենք այլ մարդկանց հետ, այլ ժողովուրդների հետ։ Հետաքրքիր է մի հանգամանք էլ է հետաքրքիր, կան արդյոք պարեր, որոնք հենց հատկապես նախատեսված են ավագների համար։ Օրինակ, երբ որ էլի յոգայի հետ գնաց համատություն, այնտեղ տեսակ կա, որ ավագների համար է, թե մեր պարերը բավարարում ենք հանրամատչելիով կամ ավելի հեշտ ուսանելի են։ Հասկացա հարցը։ Այս տավանդության հենց մեծերն էլ պետք է պարեին։ Այսինքն օրինակ Կարինի տարածաշրջանում ունենք Շավալի պարը, իրեն ասում ենք խնամիների պար։ Այս խնամիների պարը պարում էին աղջկա կողմի բարեկամները հարսանեկան խնջույքի ժամանակ